Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլգերսոն, օր ապրիլի 29։ Առնել Քրիստոսի մեջ եղած զորությունը։ Երբ Տեր Հիսուսն իր վերջին ժամերն անցկացնում էր իր աշակերտների հետ, նա ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ինչ որ հորիցը խնդրեք իմ անունովը, կտա ձեզ»։ Հովհաննես 16:23 խոսք։ Ապա նա ավելացրեց. «Մինչև հիմա ոչինչ չխնդրեցիք իմ անունով, խնդրեցեք և կառնեք, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի»։ Խոսք 24։ Ինչ անհավանական խոսքեր են։ Այս տեսարանի զարգացմանը զուգընթաց Քրիստոսը զգուշացրեց իր աշակերտներին, որ հեռանում է և որ կարճ ժամանակով չեն տեսնի նրան, բայց այդ խոսքին շարունակելով նաև վստահեցրեց նրանց, որ նրանք հասանելիություն ունեն երկնային բոլոր օրհնություններին, նրանք պարզապես պետք է խնդրեին նրա անունով։ Տեր Հիսուսը սովորեցրեց իր աշակերտներին թակել, փնտրել և խնդրել Աստծո բաները։ Նրանք անձամբ իմացան, որ Հոր բոլոր օրհնությունները, ողջ շնորհը, զորությունն ու իշխանությունը գտնվում են Քրիստոսի մեջ։ Նրանք նաև լսեցին Տեր Հիսուսի հայտարարությունը ամբոխին. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ինձ հավատացողը այն գործերը, որ ես գործում եմ, նա էլ կգործի, և նրանցից էլ ավելի մեծ բաներ կգործի, որովհետև ես իմ Հոր մոտ եմ գնում, և ինչ որ էլ խնդրեք իմ անունով, այն կանեմ, որ Հայրը փառավորվի Որդում։ Եթե իմ անունով մի բան խնդրեք, ես կանեմ»։ Հովհաննես 14:12-14 խոսքեր։ Աշակերտներին ուղղված Քրիստոսի խոսքերը, որն այստեղ ասում է, հանդիմանեցին ինձ. «Մինչ հիմա ոչինչ չխնդրեցիք իմ անունով»։ Երբ կարդացի այս խոսքերը, լսեցի, թե ինչպես Տերը շշնջաց ինձ. «Դեյվիդ, դու չես առել այն զորությունը, որը ես քեզ հասանելի եմ դարձրել, քեզ մնում է միայն խնդրել իմ անունով»։ Ես հավատում եմ, որ Աստծո խոստումների հանդեպ անընդհատ աճող հավատքի պակասը նրա սիրտն ավելի է վշտացնում, քան մարմնի բոլոր մեղքերը միասին վերցրած։ Որպես նրա զավակներ, մենք հիմնականում պետք է խնդրենք իմաստություն, առաջնորդություն և հայտնություն։ Մենք պետք է հավատքով խնդրենք և կասկածի մի նշույլ անգամ չունենանք։ Նա ուզում է, որ մենք ապրենք և շարժվենք իր զորությամբ։